Կարելի է արդյոք ննջասենյակում բույսեր դնել, որոնք են դրանք, եւ ճիշտ է արդյոք, որ բույսերը կլանում են թթվածին գիշերը եւ քունը դառնում է անհանգիստ։ Ողջույն սիրելիներս, սրանք այն հարցերն են, որոնք հաճախ տրվում են ինձ։ Եկեք միանշանակ պատասխանենք դրան, որ եթե բույսերը ճիշտ են ընտրված, այնպիսի բույսեր, որոնք հանգստացնում են տեսողությունը, որոնք հանգիստ քուն են ապահովում, որոնք ստեղծում են մտերմիկ մթնոլորտ ննջասենյակում, որոնք վերացնում են միկրոբները, ապա այդ բույսերը միանշանակ ոչ թե կարելի է, այլ պետք է ունենալ ննջասենյակում, որովհետև ննջասենյակը մեր ընտանիքի այն գողտրի գեղեցիկ անկյունն է, որտեղ մենք հանգստանում ենք, վերականգնում մեր ուժերը եւ նախապատրաստվում հաջորդ աշխատանքային օրվան։ Դե ուրեմն եկեք իջնենք ջերմատուն, հերթով խոսեմ այդ բույսերի մասին, իհարկե դրանք մի փոքր ավելի շատ են, ես ընտրել եմ ամենակարևորները եւ կվերադառնանք, որովհետեւ պիտի խոսեմ օրքիդեայի մասին այդ շարքում եւ որոշ բաներ կիմանաք, որոնք իսկապես կզարմացնեն ձեզ։ Գնացինք։ Սկսենք խորտենիներից։ Այս բույսերի եւ ծաղիկները եւ տերևները եթերային յուղեր են արտազատում, որոնք հանգստացնում են նյարդերը, հետևապես լայնորեն օգտագործում են արոմաթերապիայում եւ հանգիստ քուն են բերում բնականաբար։ Հաջորդը սանսիևերա կոչվող բույսն է, հրաշք մի բույս, որ թթվածին է արտազատում նույնիսկ գիշերը, որովհետև գիշերը նույնպես կատարում է ֆոտոսինթեզ, այնպես որ անպայման ունեցեք ննջասենյակում։ Այս փոքրիկ հրաշքների անունը քլորոֆիտում է։ Տեսեք, իրենք փոքր են, բայց այնքան լավ են մաքրում օդը, պարզապես սանիտարներ են բենզոլի եւ ֆորմալդեհիդի համար, որոնք անխտիր կան բոլորիս տանը, եթե կա կահույք եւ կա տեխնիկա։ Գրեթե նույն ֆունկցիան անում են նաեւ սցինդապսուսները, ինչպես նաեւ շատ մեծ խոնավություն են տալիս, որ կարևոր է մաշկի համար եւ հանգիստ քնելու համար։ Ինչ վերաբերում է ալոյ վերային, պարզապես սա փոքրիկ դեղատուփ է մեր պատուհանագոգին։ Հիմա կրասուլան։ Տեսեք, կրասուլան յուրահատուկ հատկություն ունի, որը վերջերս հայտնաբերվել է նաեւ շատ անսպասելի օրքիդեաների մեջ։ Դա կոչվում է քամ, որ այսպես վերծանվում է կրասուլացենա աչիտ մետաբոլիզմ, այսինքն նրանք ջուրը քիչ գոլորշիացնում են ցերեկային ժամերին, փակում են իրենց անոթները եւ հակառակը գիշերը կատարվում է շատ ակտիվ գազափոխանակություն, որը ապահովում է մեծ քանակությամբ թթվածին եւ խոնավություն։ Սրանք շատ կարևոր հատկանիշներ են, որոնց մասին ես իմացել եմ վերջերս, որը մեկ անգամ եւս արժեքավորում է ֆալենոպսիսները, օրքիդեաները, հատկապես ֆալենոպսիս տեսակը, ոչ միայն իրենց գեղեցկության, այլև օգտակարության պահով։ Այնպես որ սիրելիներս, այս բույսերից անպայման խորհուրդ կտամ ունենաք ձեր ննջասենյակում։ Այն ինչի մասին խոսեցինք, մենք կարծես թե մեր օգտի համար էինք նայում, սակայն պիտի հիշենք, որ բույսերը նույնպես կենդանի օրգանիզմ են եւ եթե մենք նրանք ձեռք ենք բերում, ինչպես պատասխանատու ենք ընտանի կենդանիների համար, այնպես էլ բույսերի համար։ Հետևաբար պիտի ընտրենք նույնիսկ ննջասենյակում այնպիսի տեղեր, որտեղ բույսերը կարողանան գոնե մինիմալ քանակով լույս ստանալ եւ ցերեկային ժամերին նույնպես կատարել ֆոտոսինթեզ։ Այս բանը հատկապես վերաբերում է օրքիդեաներին, որոնք ունեն բազմաթիվ օդային արմատներ եւ երբ մենք նրան դնում ենք փակ ծաղկամանի մեջ, պարզապես գեղեցկության համար, ապա պարտավոր են գոնե ամիսը մեկ անգամ, գոնե մեկ շաբաթով հանել կաշպոյից, այսպես ասած, եւ թափանցիկ իր ծաղկամանով դնել ավելի լուսավոր տեղ, որպեսզի բույսը կարողանա ակտիվ ֆոտոսինթեզ անել ոչ միայն տերևների, այլև արմատների օգնությամբ եւ շարունակել իր կենսունակությունը արդեն ննջասենյակում։ Շատ կարևոր է, որ ննջասենյակի համար բույսեր ընտրելիս հաշվի առնել ոչ թե քանակը, այլ որակը։ Կարելի է ունենալ ընդամենը 2-3 բույս նշածներից ընտրվածը, որոնք ավելի համապատասխանում են ձեր նպատակին։
Իդեպ ասեմ, որ նրա բույսեր պահելու այս անուշիկ սովորույթը գալիս է դեռ վաղ ժամանակներից մեր թվարկությունից առաջ, սակայն այն ժամանակ բույսերը մի փոքր տարբեր էին, հիմնականում պահում էին հոտավետ բույսեր, լավանդա, ժասմին, նույնիսկ ռեհան, եւ պատճառը գիտեք որն էր։ Պատճառն այն էր, որ կարծում էին, որ այս բույսերը ակտիվացնում են քնքշության եւ փոխըմբռնման էներգիա։ Գոյություն ունի մի ամբողջ գիտություն, որտեղ այն բույսերը, որոնք առաջացնում են այս զգացումները, կոչվում են աֆրոդիզակներ։ Սիրելիներս, եթե որևէ բան գիտեք այդ բույսերի մասին, եթե ձեզ ծանոթ է այս արտահայտությունը, ապա շատ կուզեմ մեկնաբանությունների մեջ գրեք ձեր կարծիքը։ Թեման եթե հետաքրքրի, մենք կանդրադառնանք նաև դրան։ Այսքան այսօրվա համար, գրեք ձեր հարցերը, ես դրանց միշտ սիրով պատասխանում եմ։ Իսկ բոլոր նրանց, ովքեր նոր են միանում մեր ալիքին, խորհուրդ կտամ անպայման բաժանորդագրվել, դա ձեզ հնարավորություն է տալիս անվճար տեղեկություններ իմանալ ձեր ցանկացած բույսի մասին, ճիշտ խնամել ձեր բույսերը եւ մշտապես ունենալ առողջ եւ գեղեցիկ բույսեր։ Մենք կհանդիպենք, ցտեսություն։